Թուրքերի ու ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ են Մոնտենեգրոյում։ Ամեն ինչ սկսվել է շաբաթ գիշերը սրճարանի մոտ մի սովորական լեզվակռվից։ Կրքերը թեժացել են, երբ մի խումբ թուրքեր հարձակվել ու դանակահարել են չեռնոգորցի տղամարդու, որը պաշտպանել է մի կնոջ։ Բարեբախտաբար տուժածի կյանքը բժիշկները կարողացել են փրկել։ Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է դանակահարությանը մասնակցելու կասկածանքով 2 անձի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիների, բայց ոչ միայն այսքանը։ Եվս 45 քաղաքացի էլ օրինական բնակության փաստաթղթեր չունենալու կասկածանքով է ձերբակալվել։ 7-ին տուգանել են եւս 8-ի հանդեպ արտաքսելու որոշում կայացրել։ Չեռնոգորիայի կառավարությունը ժամանակավորապես կկասեցնի Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը եւ ինտենսիվ քննարկումներ կսկսի Անկարայի հետ ապագա վիզային պայմանավորվածությունների շուրջ։ Տեղացիների զայրույթն այնքան ուժգին է, որ ցույցեր են սկսվել սպանեք թուրքերին, վռնդեք նրանց կարգախոսներով։ Կատաղած ցուցարարները ջարդուփշուր են արել թուրքերի ռեստորանները եւ մեքենաները։ Տեղացիները սեփական ուժերով նաեւ բարեկախմբեր են ձևավորել թուրքերի հակահարձակումը դիմագրավելու համար։ Հյուգոյի հայտնի այստեղով թուրքեր են անցել միտքն այս դեպքում հակառակ տրամաբանությամբ է գործել։ Անկարան արագորեն արձագանքել է տեղի ունեցածին։ Արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Միլոյկոս Պայիչի եւ իր պաշտոնակից Էրվին Իբրահիմովիչի հետ, կոչ անելով Չեռնոգորիայի իշխանություններին ապահովել թուրք քաղաքացիների պաշտպանությունը։ Դրանից հետո Թուրքիայի արտաքին գերատեսչությունն էր հանդես եկել հայտարարությամբ։ Անկարան ակնկալում է, որ Չեռնոգորիայի իշխանությունները անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու համար։ Մոնտենեգրոյում մշտապես կամ ժամանակավ գրանցված 100,000 օտարերկրյա քաղաքացիներից մոտ 13,000-ը թուրքեր են։ Մեծ մասը բնակվում են անօրինական, ընդ որում թուրքերն ունեն գրեթե 7,000 գրանցված ընկերություն։ Օտարերկրյա ձեռնարկությունների ընդհանուր կազմում թուրքականների մասնաբաժինը 28% է։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։